Մեր արդարացումները օգուտ չեն տա։ Դե այս բանը արեցի, որովհետև մտածեցի, բա մարդիկ ինչ կասեն իմ մասին։ Ես գիտեմ տղամարդիկ կան, որոնք որ ամաչում են Կիրակի օրը եկեղեցի գան, որովհետև ինչ կմտածեն պադիեզդում իրանց մասին։ Գիտես, պադիեզդը չի, որ մեզ փրկելու է, ու վերջապես պադիեզդը չի, որ մեր օրհնությունների աղբյուրն է։ Մարդիկ կախված է այդ պադիեզդային խոսակցություններից, կամ ազգային մտածելակերպ լինի, չգիտեմ, բա ինչ կմտածեն բարեկամները, մյուսը ինչ կմտածի, այս մյուսը ինչ կմտածի։ Մենք այնքան կախված ենք լինում դրանից, որ երբեմն բաց ենք թողում Աստծո ձայնը մեր կյանքերում, ամակորությունը երբեմն, գիտես ինչ կա։ Մեր դուրը գալիս է, թե դուրս չի գա։ Գիտեք, սիրելիներս, եթե ես ճիշտը ասեմ, մեր դուրը պետքա գա այն ինչ որ մենք անում։ Ու միշտ չի, գիտես ինչ, որ մեր հաճելի է այդ ամենը։ Ինչերով մենք անցել ենք այն դժվարություններ, ամեն ինչ որ մեզ սպասվում է, մենք սիրում ենք ունենալ Աստծուց մեծ խոսքեր, խոստմունքներ, մարգարեություններ, բայց մենք տեսնում ենք, որ դժվարությունների մեջով ենք անցնում, ու երբեմն մեր դուրը դա չի գալ, բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ այն ինչ որ մենք անում ենք ու ինչի մեջով որ մենք անցնում ենք, մեր դուրը պետքա գա։ Այստեղ գիտես ինչ կա, հարցը մեր դուր գալու ու չգալու մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ Աստված շատ լավ գիտի մեզ ուր է տանում։ Կապ չունի, ես հասկանում եմ, թե չեմ հասկանում։ Եթե նա ասել է, ուրեմն նա շատ լավ գիտի։ Ինձանից մնում է, գիտեք ինչ, իմ գործը որն է, հնազանդվելը, Աստծո խոսքը լսելը եւ կատարելը։ Մնացածը Աստծո ձեռքերի մեջ է։